Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ մեր զրուցակից այսօր կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանն է, ողջույն պարոն Վարդանյան։ Պարոն Վարդանյան, այսօր մայիսի 9-ն է եւ ուզում եմ հարցս հենց այս համատեքստում հնչեցնել, քանի որ մենք հայերս մեր մասնակցությունն ենք ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում, արդյոք տարիների հեռավորությունից կարիք չկա վերաիմաստավորելու եւ վերարժևորելու այսօրը։ Ինձ թվում է հանգիստ պետք է թողնել այդ պատերազմը, այդ զոհերը, նախ բոլոր ազնիվ զինվորների շիրիմի առաջ խոնարհումս կարող եմ ասել, որովհետև մարդիկ ամբողջ աշխարհը պայքարեց ֆաշիզմի դեմ, հա, եւ կարծում եմ հայերի այդ մեծ դերը եւ նշանակությունը, հա, քանակով ամենից շատն են եղել սովետական միությունում, մեր համեմատական մեր ազգի թվականակից ելնող, հա, մենք ամենից շատն ենք եղել եւ ամենից զորեղն ենք պատերազմին մասնակցել եւ վախճանվել, հա, 300,000 մոտավորապես զոհ իմ պապերն էլ են, իմ պապերից մասնակցել են, ինչ ասեմ, տխուր պատմություն է եւ ինչի է տխուր, որովհետեւ այդտեղ էլ խաբվեցինք, որովհետեւ պատերազմից հետո արդեն հրաման կար, որ պիտի մտնեն Վարս, Կարին, հա, սովետական բանակը, ոչ միայն մենք Հայաստանի հայերը, այլ նաեւ սփյուռքահայությունը իր մասնակցությունն ունեցավ, իր ոսկեղենը վաճառեցին մարդիկ ոսկի էին տալիս, որպեսզի Դավիթ Սասունցի տանկային զորամիավորումը ստեղծեին, հա, այսինքն հայ ժողովուրդը, աշխարհի հայ ժողովուրդը ֆաշիզմին դեմ էր, այդ առանձին միակ բան, հա, բայց նաեւ կարծում եմ կար գիտակցումը, որ հնարավոր էր ազատագրել արևմտյան Հայաստանի հողերը եւ դրանից հետո Ստալինյանը տենց որոշում կար, բայց դա փոխեցին եվրոպական սոցլագերի այնտեղ բաներ փոխանակվեց, այսինքն հարցը փակվեց, տխուր օր է իմ համար, ընդհանրապես, հա, միլիոնավոր մարդիկ են զոհվել, հիտլերյան ֆաշիզմը կործանվեց բոլոր ազգերի պայքարի միջոցով, հա, բոլորը միլիոնավոր մարդիկ զոհվեցին, համակենտրոնացման ճամբարներ եւ այլն, բայց դա արդեն երբ որ ես ծնվել եմ, այդ ժամանակ 20 քանի տարի էր անցել պատերազմից, երբ որ մենք փոքր էինք, այդ պատերազմը մեզ թվում էր շատ վաղուց էր, իսկ հիմա այդ պատերազմը արդեն նախորդ դարի պատմության մեջ է, որից հետո մենք ավելի ցավալի բաներ ենք ունեցել, հա, նույն Արցախյան պատերազմը, մեր վիճակները, ես այդ մեր ծնողները, իմ հայրս պատերազմի տարիների երեխաներն եղել, իրանց սերունդը, մեզ ասում էին, ինչ եք տեսել, մենք պատերազմ տեսանք, սով տեսանք, ես արեցինք, են արեցինք, ու մեր համար շատ դաժան բան էր, էլ այդ պատերազմը, սովը, մարդիկ են զոհվում, բան, ու մենք դե խաղաղ ժամանակվա 70-ականների երեխեք էինք, մեզ հեռու էր թվում այդ պատերազմը, այսինքն 40-45 թիվը մեզ համար հեռու էր թվում, ու մենք այդքան լավ չէինք պատկերացնում, ու այս մեր ծնողները անդադ ասում էին, լսեք, ասում էին, ինչ եք ուզում, ամեն ինչ ունեք, գնացեք սովորեք, էլի, դուք ինչ եք տեսել, ոչ պատերազմ, ոչ քաղց, ոչ, հա, ասում էին, հացը տալոններով էր բան, հետո երբ որ եկավ ժամանակը, որ այդ մութը, ցուրտը, պատերազմ, հեղափոխություն եւ այն խառը Հայաստան, Երևան, ես ասում եմ, այնքան ասեցիք, ձեր տունը շենդ, ինչ եք տեսել, ինչ եք տեսել, ամեն ինչը միանգամից տեսանք, հա, էլ սով, էլ մութ, էլ ցուրտ, էլ տալոնով
չեկերով այդ հացը, կարագը, շաքարավազը, այսինքն այնքան բարի է, կռիվ է անում հետները, ասում են այնքան խոսացիք մեր գլխին եկավ։ Մի խոսքով Աստված հեռու տանի պատերազմներից, պատերազմը լավ բան չի։ Պատերազմները չարիք են մարդկության համար, հա, ես երանի եմ տալիս, որ գա մի ժամանակ, ես դրան հավատում եմ, որ ընդհանրապես էլ պատերազմները իմաստ չլինի, պատերազմը իմաստ չունենա, որովհետև այս երկրագունդը այնքան մեծ է եւ այդ երկրագունդի վրա մարդը բնակեցված է այնքան քիչ տեղերում, հա, որ բոլորին ապրելու տեղ կա, բոլորին այս արևի տակ տեղ ունեն ապրելու ու լավ կլինի որ չպատերազմեն, ընդհակառակ շենացնեն մեկը մյուսի ձեռք բռնելով։ Կորչի պատերազմը, կորչի ֆաշիզմը, հա, ֆաշիզմը դա ֆաշիզմը, ստրկատիրությունը, բոլշևիզմը, իմ համար դրանք նույն բաներն են, որովհետև դրանք գաղափարների տակ մարդ սպանել է նշանակում, հա, գաղափարների պատճառով մարդասպանություններ անելն ու արդարացնելն է։ Այդ իզմերը ընդհանրապես պետք է վերանան, որովհետև բոլոր իզմերի մեջ արյուն կա, կարծում եմ, ես գլոբալ առումով իզմերի էլի, որովհետև ինչ-որ բաների, իմ համար ամենակարևոր բանը մարդիզմն է, որը երբ մարդկությունը պիտի գա դրան, որ հասկանա, որ ամենաթանկ բանն է մեկս մյուսով երջանկանալն ու իրար սիրելով կգա այդ խաղաղությունը գիտակցության մեջ է մարդկանց, խաղաղությունը մենակ պատերազմի չլինելով չի, որովհետև երկար տարիներ օրինակ սովետական միություն, Ամերիկայի Միացյալ Նահանգները, սառը պատերազմը որն է, նույն պատերազմն է, ով ասել է ժամանակ մարդիկ չեն մահանում են, ուղղակի ուրիշ ձևի է դա կատարում, չեն ճնշվում են, դա ուրիշ ձևի է կատարում, այդ պատերազմ բառը ընդհանրապես ինքը այդ բառի մեջ արյունը շատ է, մի խոսքով, եւ դրա համար միակ բանը, որ այսօրվա կապակցությամբ դա խոնարհումս է ազնիվ զինվորների, ազնիվ մարդկանց, անկախ իրանց ազգությունից, ազնիվ մարդիկ, ովքեր որ գնացել են, իրենց կյանքը տվել են, որ խաղաղություն լինի, որովհետև բացի դրանից ուրիշ բան չկա պատերազմի դաշտում, պատերազմի դաշտը մի կողմից ուրեմն հարձակողական է, մյուս կողմից պաշտպանողական, հա, մարդկությունը օգնել է այդ պատերազմը, այս դարաշրջանը 21-րդ դարը այլ է լինելու, այսօր էլ այս պատերազմները մարդկանց ուր են հասցրել, հա, այնպես չի, որ այսօր կոմունիկացիաների շնորհիվ մենք, գիտես ինչ, մենք ամեն մեկս մյուսից շատ կապված ենք, այնտեղ նեղուցում ինչ-որ, հա, անցման տեղում նավթը չի հասնում, միտեղ սովալ գալիս են մյուս, մենք կապված ենք աշխարհ, դրա համար այսօր եթե որևիցե այդտեղ մի այսօր Ուկրաինայի պատերազմը իմ համար ցավալի է, երկու կողմից երիտասարդներ են մահանում, հəl տեսեք, այն օր երեք լսեցի, որ Ռուսաստան ամեն ամիս 30,000 զոհ է տալիս, սա սարսափ է, այդ ընտանիքներն, այդ մարդիկ են, այդ մայրեր են, այդ ծնողներ են, վերջ թող լինի, էլի պատերազմներին, այս մայիսի 9-ի երևի կապակցությամբ մենակ այդ կասեմ, որ այլևս պատերազմ չլինի, ոչ մի ազգի համար պատերազմ չեմ ցանկանում, ոչ մի ժողովրդի համար, ոչ մի ծնող թող իր զավակին պատերազմ չուղարկի եւ այդ սև թուղթը չստանա երբեք, էլի։ Այսինքն ձեզ համար համերաշխության օր է։ Դե պատերազմի ավարտը համերաշխության օր է, այո։ Այո, ես կուզեմ, որ այսօրվա բոլոր պատերազմները այդտենց ավարտվեն, համերաշխության գան։ Կա այդպիսի բանավեճ հիշատակի օր, թե տոն, մայիսի 9-ը։ Տոն։
Դա տոն չի, դա ցավ է, այդ սովետական ռոպագանդան աշխարհի ոչ մի երկրում այդ տոն որպես չի նշվել, էլի։ Դա ցավի օր է, դա մենակ սովետական ռոպագանդան էր, որովհետև այլ ուրիշ բան չունեն, միջև այսօր այդ են հիշում Великая Отечественная война, это мировая война, այսինքն դա համաշխարհային պատերազմ է, դա հայրենական պատերազմ չէր, մենակ դա Ռուսաստանի պատերազմը չէր, դա Սովետ միության պատերազմն էր, բայց Սովետական միությունը իմ համար արհեստական հայրենիք է եղել, իմ հայրենիքը Հայաստանն է եղել, Սովետական միության որևէ մաս իմ հայրենիքը չի եղել։ Մենք ընդհանուր այդ երկրում ապրել ենք, բայց իմ հայրենիքը երբ էլ մենք երեխա ենք եղել, մեր հայրենիքը մեր երկիրն է, մեր Հայաստանն է եղել։ Ամեն դեպս ես այդպես եմ մեծացել։ Հարգելով 300,000 զոհերին, այնուամենայնիվ կա նաև այդ հարցադրումը, ինչ ստացանք դրա դիմաց։ Իսկ ինչ պետք է ստանանք։ Մենք ունեցանք մարշալներ, գեներալներ, զորավարներ, որոնց հիշատակը վառ լինի, որովհետև մարդիկ էին, որոնք իրենց արիությունը, իրենց զորավարական հմտությունը ցույց տվեցին այդ պատերազմի ժամանակ, բայց ոչ ավել։ Ու շատերը մտածել են, որ մի օր նաև հարցեր կլուծեն, բայց այտենց ոչինչ բան չկարողացան, ոչինչ բան չէին էլ կարող։ Ստալինի ժամանակ կար, որ հայրեն ընդհանրապես ուզում էր աքսորել դեպի Սիբիր։ Իդեպ ստալինիզմի մասով հունիսի 14-ին բռնադատվածների օրն է նշվում, բայց չգիտես ինչու այդ օրը չի ակտուալացվում։ Օրինակ իշխանության ուշադրությունների ներքո։ Որովհետև մենք ընդհանրապես սովետական մեր պատմության էջերը չենք վերհանել, չենք դատապարտել, չենք արել։ Մենք դիսիդենտ ստեղծագործողներ չունեցանք։ Եվ ընդհանրապես դա էր երևի պատճառը Արցախյան պատերազմի մեջ մեզ մտցնելը, որովհետև եթե ունենայինք դիսիդենտական մտավորականություն, ովքեր կհասկանում էին, որ սովետից նախ պետքա պրծնել, ազատվել, որ հետո նույն Արցախի հարցը բարձրացնել։ Մենք նույն գաղութում նստած, ես անդադ կրկնելու եմ, նույն գաղութում նստած կողքի խուցն ենք ազատագրել, մնացել ենք գաղութում։ Մենք մայիսի 9-ին Երևանում եւ մարզերում տեսնում ենք տարբեր խորհրդանիշների կիրառում։ Խորհրդային կայսերապաշտության խորհրդանիշների կլինի դա Գեորգիևյան ժապավենը, օրինակ, ինչից է, որ սա դեռ առկա է մեր մեջ։ Չեն հասկանում այդ Գեորգիևյան ժապավենը ինչ է, դա կայսրության սիմվոլն է, դա այդ պատերազմի հետ ընդհանրապես կապ չունեցող է, բայց փաթաթան են անում այն շան թոկը, որ կապում ես, իմ համար այդ շան թոկը է այդ Գեորգիևյան լենտը, հա, այսինքն կայսրության բանն է ցույց տալիս, նշանն է, չենք հասկանում, մենք այսօր ինչի մենակ դա, այսօր պայքարում են, լսեք, այսօր Ռուսաստանի նշանակած քաղաքական գործիչները այսօր պայքարում են իրանց երկրի դեմ։ Այդ նույնն էլ բաներում, ասա, մարդիկ իրենց պապերի նկարները հիշելով բան, դե գիտես ինչ, սա երկու կողմ ունի, էմոցիոնալ մի կողմը, որին որ ոչինչ չես կարող ասել, որովհետև այո, պապ են կորցրել, մենք հերոսներ ենք տվել։ Հայ մարդիկ իրանց երկրի դեմ են, իրանց երկրի համար են, այո, պատերազմել, բայց այդտեղ էլ է իմ համար հարցական ֆաշիզմի ու կոմունիզմի տարբերությունը իմ համար մեծ չի։ Դրա համար կրակն ընկած ժողովուրդ են իմ համար հայերը այդ պատմության մեջ եւ երկու կրակի արանքում եւ ոչ միայն հայերը, եւ ուկրաինացիները, եւ մոլդովացիները, եւ վրացիները իմ համար կարմիր ֆաշիզմի ու ֆաշիզմի շագանակագույն ֆաշիզմի տարբերությունը մեծ չի, որտեղ գաղափարի համար մարդ են սպանում, իմ համար արդեն ֆաշիզմ է։ Պարոն Վարդանյան, մայիսի 9-ը մենք տարիներ շարունակ նշել ենք նաև որպես Շուշիի ազատագրման օր եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Բերեցին դա էլ կպցրեցին մայիսի 9-ը, որ Մոսկվային դուր գան։
Մենք սա էլ չէ պիտի վերաիմաստավորենք։ Ընդդիմադիր դաշտը այսօրը գնում է եռաբլուր, շեշտելով հաղթանակի ոգին։ Իշխանությունը ավելի շատ ապագայի անվտանգության հարցերի վրա է շեշտադրում անում։ Նրանք ովքեր որ գնում են իրանց գերեզմաններ, հա, իրոք իրանց գերեզմաններ, իհարկե գնում են մենք հերոս տղեկ ենք այդտեղ հողին հանձնել։ Բայց դա քաղաքականության հետ կապ չունի։ Որտեվ այդ տղերքը ազնվոր են գնացել են իրանց երկրի, իրանց հողի, իրանց ժողովրդի, իրանց ազատության, անկախության համար պատերազմի գնացել մասնակցել են, մահացել են։ Դա մի քաղաքականացեք ու բոլոր այդ երեխեքի գերեզմանի վրա փիս խոսքա գումար խաղակ։ Այդ ամենազզվելին է։ Այո, այդ եռաբլուրը միշտ այցելության տեղ է, որպես մեր կորուստ, բայց այդ կորուստը այս վերջի պատերազմի երիտասարդությանը իմ լացս գալիս էր, որ ես ոչ առաջի, ոչ երկրորդ, ոչ երրորդ պատերազմներին չեմ կարողացել մասնակցել, ես միշտ ոտքերի խնդիր եմ ունեցել ու չեմ գնացել, որտեվ չէի կարող, ես լավ կրակում եմ, ես բանակում զենքի վարպետ եմ եղել, իմ այն սկզբի հենց ժամանակ գնացել եմ, ասել եմ գամ զենք սարքենք, բայց հետո այդ ամեն ինչը ուրիշ ձև ընթացավ։ Հարցը իդես ինչու՞մ է, որ մարդիկ ժողովուրդը միշտ ազնիվ է իմ համար։ Գյուղացին, քաղաքացին, արցախցին, շուշեցին, հա, բոլորը սփյուռքը, բոլորը ազնվությամբ իրանց երկրի համար են։ Իմ համար սրիկային ղեկավարները միշտ ովքեր խաբել են, սուտ են արել, իրանք ոնց ասեմ, մատի վրա փաթաթան անելով պսևդո պատրիոտիզմի լոզունգներ, լսեք հայրենասիրությունը լոզունգներով չի։ Այն տղերքի ով որ գնացել է այդ պատերազմին կռվել է, դրանց ձենը չես լսի։ Հա, այսօր ընկերներ ունեմ, որոնք պատերազմին գնացել, բայց կյանքում չես լսի։ Համեստ զուսպ ապրող մարդիկ են դրանք։ Նրանք ովքեր այդ պատերազմի հետ սկի կապ չեն ունեցել, դրանք աղաղակողներն են, դրանք դիվիդենդներ սարքողներ են, այդ է զզվելի իմ համար որպես մարդ։ Որտեվ չի կարելի որդեկորույս ծնողի էմոցիաների վրա քաղաքականություն կառուցելը, սա ամենանսեմ կեղտոտ քաղաքականությունն է։ Պարոն Վարդանյան, քարոզարշավն է սկսել արդեն։ Շատ էլ լավ է, որ սկսվել է։ Ինչ անել, որպեսզի Ինչ անել, որ շուտ ավարտվի այդ քարոզարշավը։ հանրությունը չպառակտվի շատ։ Հանրությունը ոչ թե պառակտված է, հանրությունը մոլորված է։ Սուտ պսևդոպատրիոտների քանակը շատ է, այդ մինչև հիմա չեն հասկացել աշխարհն այսօր որտեղ է, եւ ապուշ բաներ են խոսում, իմ համար լավագույն համերաշխությունը գիտակցության գալն է։ Այսինքն մենք գիտակցության գալու խնդիր ունենք, մենք պետք է գիտակցենք, թե մենք որտեղ ենք հայտնվել, որ ժամանակաշրջանում ենք, ինչ հնարավորություններ ունենք եւ ինչ հնարավորություններ կարող ենք ունենալ։ Շնորհակալ եմ ձեր տեսակետների համար, պարոն Վարդանյան։ Շնորհակալ եմ քեզ։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպեն։